Բարերգո մեր սիրելի հեռուստադիտողներին, հույսով եմ, որ դեպոք շատ լավ լինեք։ Այսօրվա մեր ծրագիրը սկսում ենք, մենք շատ կարճ լուր ունենք Եվրոպայի Չամպիոն լիգի խաղի սկեջուլից եւ երկու հատ շատ սիրելի հյուրեր ունենք մշտամարտի մարտանքից եւ լուրից հետո կներկայացնեմ եւ հարցազրույց ունենք իրար հետ, որ հետո խոսենք։ Առաջ երեքշաբաթ եւ չորեքշաբաթ 10-ին եւ 11-ին տեղի կունենա երկրորդ մասի ֆուտբոլի Եվրոպայի լիգի 2008-2009-ի խաղերը, ինչպես որ տեղեկություն ունեք, երկու շաբաթ առաջ առաջի խաղը, որ այն թիմերներ, որ տուններ խաղացին եւ արդյունքները նորից ես ասեմ, դա Արսենալը տունում 1-0 հաղթեց Ռոմին, Ատլետիկո Մադրիդը իր տունում 2-2 Պորտոյի հետ, FC Porto Պորտուգալի հետ հավասար եղավ, Ինտեր Միլանը իր տունում Manchester United-ի հետ հավասար եղան 0-0 եւ Օլիմպիկը Լիոնը իր գետնում Բարսելոնայի հետ 1-1 հավասար եղան։ Եվ չորեքշաբթի խաղը Չելսին տոնում 1-0 հաղթեց Յուվենտուսին, Սպորտինգը Լիսբոնը տարվեց 5-0, Բայեր Մունիխը տարեց Սպորտինգը Լիսբոնին, Վիլարեալը Իսպանիայից իր տոնում 1-1 ելավ Փանաթինαϊκոս Հունաստանի Փանաթինαϊκոսի հետ եւ Ռեալ Մադրիդը Լիվերպուլը 1-0 հաղթեց Ռեալ Մադրիդին։ Եվ այս երկու շաբաթվա առաջի խաղները խաղացին, հիմա երեքշաբաթ եւ չորեքշաբաթ վաղը չէ մյուս օրը եւ մյուս օրը 10-ին եւ 11-ին մարտին Լիվերպուլը երեքշաբաթ օրը Ռեալ Մադրիդի հետ խաղա Անգլիայում իր տունում, Յուվենտուսը Իտալիայում իր տունում խաղա Չելսիի հետ, Բայեր Մունիխը Սպորտինգը Լիսբոնի հետ եւ Փանաթինαϊκոսը Վիարեալի հետ իր տունում եւ չորեքշաբաթ Manchester United-ը Ինտեր Միլանի հետ իր տունում, FC Porto Պորտուգալին տունում Ատլետիկո Մադրիդ եւ AS Ռոմը Արսենալի հետ իր տունում խաղա Ռոմում եւ Բարսելոնան էլ Օլիմպիկը Լիոնի Ֆրանսիայի հետ Բարսելոնայում կելնի իր տունում։ Եվ այս խաղերը, որ երեքշաբաթ չորեքշաբաթ վերջանան, 4 հատ թիմերը 8 հատ թիմերը դուրս կգնեն եւ 8 հատ թիմերը կմնան, որ նորից 8 հատ թիմը լաթերի կելնի եւ պետք է իրար հետ խաղան հիմա հայտնի կան երեքշաբաթ չորեքշաբթի ինչ թիմեր կան, որ իրար հետ կարողանան մրցեն 8 հատ թիմերը։ Եվ երկու հատ խաղն էլ, ինչպես որ իմանում եք, ESPN-ում կանալ 58-ը առօրվա 11:30-ին մի խաղ ցույց է տալիս եւ երկուսին իր կողի ESPN Classic-ը 59-ի վրա, երկուսից մինչով 4-ը նորից մի խաղ, երեքշաբաթ եւ չորեքշաբաթ։ Սիրելի դիտողներ, հիմա ես կծանոթացնեմ մեր սիրելի երկու հատ շատ սիրելի հյուրեր ունենք, որ մշտամարտի հավաքական Իրանի մշտամարտի հավաքականից են եւ այսօր ես հրավիրել եմ իրանց առաջի մշտամարտիկը մեր սիրելի Իշխան Առաքելյանն է, որ ներկա է եւ երկրորդը մեր սիրելի Մասիս Ավանեսյանը։ Առաջերտին շատ շնորհակալություն ձեզանից Իշխան ջան եւ Մասիս, որ մեր հրավերը ընդունակ եք մասնակցակ մեր այսօրվա ծրագրին, որ իրար հետ հարցազրույց ունենանք մշտամարտի մասին, որտեղ իմանում եմ դուք անցյալում լավ Պարսկաստանի հավաքականի մշտամարտի մեջ եկել է եւ ուզում եմ, որ մեր սիրելի դիտողներն էլ տեղեկանան ձեր
ձեզանից։ Այո, եթե խոսք ունեք, չսկսենք։ Հիմա կերտանք մեր սիրելի Մասիս Ավանեսյանը, դուք ինչպես երբեք սկսեք Մասիս ջան։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, ու շնորհակալ Կարո Աղվերդյանից, որ ինձ հրավիրել է իր շոուի մեջ։ Ու շնորհակալ Ռաֆիկ Սինանյանից, որ այս առիթը ստեղծել է իմ համար։ Դուք ինչպես երբ որտեղ սկսաք, որտեղացեք, ինչ միությունից եք սկսել մինչով։ Ես էլ 3 տարեկանում մեր նեյբորհուդի մեջ սիրում եմ ամենի հետ ով իմ հասակին էր իր հետ մատ մրցիմ ու մինչև 14 տարի մենակ փողոցների մեջ եմ ես ռեսելարի այս ամենից արժան ու հեշտ խաղն էր որ ոչ ձեռնոց էր ուզում ոչ ռակետ ոչ գնդակ կոշիկ էլ չունենիր ավելի լավ մինչև 14 տարեկանում գնացիմ շազից միությունը որ չընդունան մեկ տարի տևավ մինչև ինձ ընդունան ասան գնա Մամեդ կգրվի հետդ հետո մինչև մետը 16 տարեկանում ընդունան մինչև 17 տարեկան ես Թերանի չեմպիոն եմ մեկ տարվա մեջ ու 4 տարի back to back ես չեմպիոնի Թերանի մինչև զինվորությունս 2 տարի հերոյում ռեսլինգից վերադարձամ զինվորությունից իմ քոչս Անդրեյ Գուալովիչ ու Նասերը Գիվեչին ուզեցան որ մատ իմ չանսս փորձեն Ինչա որ երկրացի էր Անդրեն քոչը Պարսկաստանի էր բայց Ռուսաստանից եկած Հայաստանից եկած էր Ռուսաստանից Հայաստան Ռուս էր այսօր էր ինքը այսօր էր Ռուսաստանի եկած եւ Պարսկաստանի հավաքականի մեջ էլ ինքը մարզիչ էր այո ես իմ չանսս դրան 62-ի վրա որ ամենին այդ տուրնամենտին ամենին փինարամ եմ հավաքականի չեմպիոնը ընտրվամ ինչպես առաջին այո որ այդմա Պարսկաստանից դուրս ռեսլինգի տուրնամենտի համար ու օլիմպիկե Մունիքի օրդի մեջին որ ծունգս վնասվավ չկարողացի մեթիմ օլիմպիկ ոչ ոք 72-ին էր ես էլ կայում եմ ու չգնացին ոչ ոք չգնաց օլիմպիկ ես էլ ոտից գործողությունից հետո էլ ես ոտը ոչ չլավ իմար Քանի տարի ընդհանուր կայր ընդհանուր 8 տարվա մեջ էլ ես ամեն պատմությունը Բայց երիտասարդ ժամանակ ինչ անեմ էլ թողերեք չիմ կարող national չեմպիոնի համար մասնակցեմ բայց ես լոկալ խաղում եմ էլ ես մևոտով Առաջի մարզիչը բանիշխան ով է ձերը Մենք առաջի մարզիչը հենց Անդրեյ Գուալովիչն էր եւ Բարոն Բագրատ Իսայանի օգնությունով մեր կապիտանն էր, մեր լավ ուժեղ տղաների մեկն է եղել, որ բոլոր երիտասարդներին լավ օգնում էր եւ Անդրեյը ինքը շատ ուժեղ մարզիչ էր Պարսկաստանի հավաքականի ուսուցիչն էր բացի որ հայերին էր, ինքն էլ ասոր էր Այդ պատճառով որ հայերին շատ էր սիրում եւ միշտ մեր թիկունքին էր Ձերն էլ մասից կարծում եմ էլ Անդրեն էր Նասերը Գիվեչին էր Նասերը Գիվեչին Թաջին եթե հիշես Դերգեն Նասեր Գիվեչին իմ ուսուցիչն էլ եղել է բայց այդ պարսկական ակումբներին կամ մրցություններին էր Այս հավաքականի ուսուցիչ էր մրցիչներից այլ Ինչ Մասից միություններ ես խաղացը, ինչ Մենակ թաջի, ես շազիզը եբ դուրը բացեր մենք ընդեինք Բայց բացուկող պերանում էտ էր, որ հոգնան գնացինք թաջը Թաջի մար լավ էր, մեկ չհասնում են, լավ առաջանում են ես էլ, բայց ոտս չթողավ էր Շանջան դուք էլ նույն Էդ հանքը դեպի հավաքական, Պարսկաստանի հավաքականին Քանի տարի եկել է, երբ
ուրիշ ունեցել եք մեդալներ, ասես դու առաջ բա։ Ես 2 տարի հավաքականի առաջինն եմ էլի, բայց մանկում եմ գնացի թուրնամենտի համար ու լավ լուրեր չունեմ թուրնամենտից որ ասեմ։ Այն ժամանակ հիշում ես ովքերին, մենակ դու իր հայը։ Մենակ ես իմ հայը, մենակ ես։ Հիշում ես այն ընկերներին։ Հուրիան կար, հիմա ֆեդերացիոնի մեջ մատ պաշտոն ունի, Մոշտաղի էր, եթե ճանաչեն, Ջամալ էր, հետո Սվանցի Ղամբարին, 5 հոգի գնացին։ Պիտի եթիմ Հայաստան, Ալմատա քաղաք եթիմ, բայց կարծես որ հայիմ 20 թիմը ես գնացիմ Բոլղարիա Սուֆիե։ Ինչպես է լավ այսքան մարզանքների մեջ մասից մշտամարտը ընտրար քոնը համար, ինչպես մարզանք, թե ուրիշ մարզանքներ անում էր։ Որտեղ շատ ուրիշ մեր հյուրերը որ ունեցել են ֆուտբոլը խաղացել են, ֆուտբոլից սկսել որտեղ ֆուտբոլը երթում են թոփ կախ գետիններ են ժամանակ շատ կար, խողոտ գետիններ, ինչպես է լավ որ սիրում էր թե Չէ որ մեր թաղամաս որ ապրում էին Պարսիկի թաղամաս էր, Պարսիկներն էլ տունի մեջ պիտի ռեսլեր ունենան, իրանց արյան մեջ է։ Այո։ Ես էլ իրանց հետ խառնվամ, իմ արյանի մեջ էլ եկավ ռեսլինգը։ Հետո ասամ որ հետո արժան էր, հատուկ մի շորբան չէր ուզում որ առնիր ու ոչ չէր ուզում, այդ էր որ ամեն րոպե պատրաստ էր որ ռեսելանիր, ով կա էլ կարիք չկար մի բան, այդ հաշվով, բայց ֆուտբալ ուզենի մեթիմ թիմ կուզեր, խոսալ կուզեր, պիտի հավաքվի, 10 հոգի սարքի, միշտ երբ ուզեցան ֆուտբալ ելեմ, 4 հոգի վրել ենք, խառնվել ենք, չի էլ, այն օրով։ Ահա։ Սիրելի դիտողներ, հիմա նկարներ ունենք սիրում, որ համ բան իշխանից և Մասիսից, որ առաջ Իշխան Արաքելյանին ցույց կտանք առաջ նկարները, հետո մի դադար կվերցնենք, կվերադառնանք։ Եթե այո, Իշխան ջան, դուք մոտ ես 20 տարեկան եմ եղել Իրանում ալբոմների Ախոյանը։ Այդ նկարն էլ մեր ուսուցիչն է։ Ստեղ ալբոմների մրցությանների մեկն է եղել, որ ստեղ արդեն ուզում եմ։ Այստեղ հաղթում եմ իմ դիմասինին։ Երիտասարդ ժամանակ ձախ կողմինն եք, նկարի մեջ։ Դե առաջին այնտեղ հաղթեցին ջան։ Ստե մեր խումբն է ընդհանուր ակումբի երիտասարդ տղաները եւ իմ կողքից առաջ եմ նստել իմ երեխեքն են երկու բուժուրները։ Կողքինս Անդրե Գովալովիչն է, որ մեր ուսուցիչն է։ Եվ այդ խումբը ինքը ծերացել էր արդեն, ինձի հանձնավ մեր 2 տարի էլ ես ինքս որպես էլ դատարացրեցի բանը իմ մրցությունները տղաներին էի մարզում եւ պարտավորված իրանց խաթրով որ ես էլ մասնակցում էի որ իրանք էլ երանգ ունենային ավելի լավ լիներ ստե մեր խումբն է որ գնացել ենք Թարվիզ հայկական հավաքականն ուրեմն դե անցավ շատ լավ է այնտեղ անունները չգիտեմ ստեղ էլ ուրեմն աչ կողից Իշխան Արաքելյան ես եմ Ղազար Գրիգոնն է Վարուժ Ֆաթայանն է Գուրգենն է Բագրատ Իսայանը մեր կապիտանն է Վահան Իսայանն էլ մեր ծանրքաշն է այդ մեր ամենալավ հավաքականն հայկական այո էսը այստեղ էլ մրցություններից հետո այս տղաները որ տեսնում եք տարբեր ես ինքս էլ ցախ կողմից եմ կողքինս Բագրատ Ավակյանն է եւ տարբեր էլի այտենց մեր ուսուցիչն է առաջ կաղնած է ստեղ էլ հայկական մրցություններին է ես հաղթել եմ դիմացինին դիմացորներ չես անը չեմ իշում այդպես 50-40 տարվա պատմություն այո հին նկարներ ամենը սև ու սպիտակ բայց ստեղ ինքս դադավոր եմ որպեսի որ մրցություն է եղել ակումբների մեկին զերավրել են դադավոր եմ եղել ստեղ համահայկական խաղերն է
Իշխան Արաքելյան, որ ես էլ եմ մեջտեղ առաջին եմ, Առաջին։ Ծաղ Կողեդիկ Արաքելյանի եղբայրն է։ Եղբայրդ էլ այո։ Մի քանի տարի եկավ։ Մի քանի Ծաղ Կողենը դարմասից անուն ինչ էր։ Սուրենը։ Սուրիկա անունը։ Սուրը, այո։ Այո, այս համագան խաղերից է։ Այստեղ է Սևակ Սագինյանը, Սև Օտար, Սևակ Սագինյանը, մեզի նվերատալի որպեսի նախագահան, այո։ Այստեղ այս էլ ուրիշ տարվա մրցություններին այլ ես 11 տարի ընդհանուր համագականին մասնակցել եմ եւ 11 տարին էլ առաջին եմ եղել։ Բացի որ մի օգուտ հավասարան եմ կամ կրվեմ։ Բոլորին 3 քաշի մեջ առաջին եմ եղել։ Այստեղ էլ խաղի ժամանակ փաթթվել ենք իրար։ Ներեսին ես եմ տագել։ Մոտենց։ Այստեղ էլ ուրեմն մրցում ենք մրցության ժամանակ արդեն ոտը բռնել եմ միջև հաղթանակ պիտի գնանք այդտենց։ Այստեղ էլ նորեն ուրիշ տարին է էլ հայկականի մեջ ենք կողքինս մեկը Վանիկն է, մյուսը չգիտեմ անուն մոռացել եմ, մեջտեղին էլ ես եմ։ Քոչն էլ Կողին, այո։ Այո։ Այստեղ ուրեմն տարիքավորների մեջ ես մասնակցել եմ Թեհրանում, Թեհրանից Զանջան քաղաքը, հավաքականի մեջ եմ։ Այստեղ երկրորդ եմ դարել, դեպք էր պատահե իմ քթի Արունի համար, քիթս Արունը չպահեց ու դադարեցին, որ նորեն կրկնեին, դա չկրկնեցին։ Հավաքականի մեջ է։ Այստեղ ուրեմն գնում ենք Թագավորի տարեդարձի օրը Շահազի կողմից։ Այո, այն առաջի կողմն վրեժն է, հետո ես եմ եւ մնացած մեր տղեկն են։ Եվ վերջին էլ Հրանդն է։ Հրանդը կա եւ Երևանն էլ կա։ Երևանն էլ կա։ Եղբայր եւ Վահանը, երեքն էլ կան, որտեվ Երևանը Ծաղ Կողի առաջինը տարերել եմ։ Հրանդը շատ լավ գոլկիպեր էր, որտեղ ես հիշում եմ Արարատ, որ գնացին փոքր էր, ընդ քանի տարի իրար դելեր են։ Ուրեմն այո, դրոշակի բանը մեր շապիկների վրա։ Ծաղ Կողից 5-րդը Երևանն է եւ իր Հրանդի կողքից երկրորդը Ծաղ Կողմից է Վահանն է, որ լավ այն է լավ Ծանր քաշի մեջ մենք դրանից լավ չունենք։ Ըմբշտամարտիկ էր, այո, իր մեծ կշերքույի մեջ, այո։ 90 կիլոյի մեջ էր դա ինքը, վերջապես։ Այստեղ էլ հայկական գնահատանքն է, որպես առաջին ենք եղել Արարատի գնահատանքն է, որ ընդունվել եմ առաջին տեղը, մի մասը։ Այստեղ ուրեմն ես որ ընդունվել եմ հավաքականի մեջ, պարսկական իմ դիպլոմների մեկն է։ Okay, հիմա ինչպես տեսակ շատ ծերուն նկարներ էր եւ հիմա մենք փոք դատար կվերցնենք եւ կշարունակենք մեր ծրագիրը մեր սիրելի հյուրերի հետ։ Սիրելի դիտողներ, մենք վերադարձանք, ես Կարո Աղվերդյանն եմ եւ այսօրվա մեր սիրելի հյուրերն են Ըմբշտամարտիկ Իշխան Արաքելյան եւ Ըմբշտամարտիկ մեր սիրելի Մասիս Ավանեսյանը։ Եվ իրար հետ հարց ու զրույց ունենք եւ այս ինչպես որ տեղեկություն ունեք մեր Պարսկաստանը, Իրանը ըմբշտամարտի մեջ տարիներ շատ լավ ունեցել է Պարսիկ ըմբշտամարտ հայել ունեցել են, բայց պարսիկները համաշխարհային են ելել երկրագունդի մեջ, որ դե երթումին 8 հատ 9 հոգի 10 հոգի որ երթումին ամենակիչը մեդալիոններ ունեցել են 3 հատ 4 հատ 5 հատ եւ մեծը որ այն ամենալավ որ հանգուցյալ թախտին էր որ ամեն երկրագունդ իրան ճանաչում էր ինչպես Cassius Clay-ը որ լավ ռուսկամարտիկ էր ամենը իրան ճանաչումին թախտին էլ նույնպես Մուհամմադ Ալիի նման այլ է եւ ուրիշները Մովահեդը Սեյդ Աբբասին շատ լավ են ելել հիմա էլ լավ են բայց այն իմ կարծիքով հեղափոխությունից առաջ էլ լավ են հիմա ես կուզենամ ձեր երկուսի կարծիքը հարցնել որ ինչպես էր այն ժամանակ էր թե հեղափոխությունից հետո որտեղ դուք էլ շատ ճանաչում եք հետներ գործեր եք Իրանք պարսիկները արմատ են ունեցել խաղի մեջ սա դժվար կարողանին օտար երկրներ իրանց հետ մրցին բայց Դակվորի օրով Դակվոր թուլացրավ իրանին
ֆուտբոլին վերաբերև, որտեվ հակառակին դուրս գալու շատ կրոնական կարմեջները։ Իր դիմաց դուրս են գալի աշխատավ թուլացնի եւ օտար երկրներն էլ առաջացան։ Պարսկաստանը հետ գնաց օտարներ առաջացան, դա որ հիմա էլ առաջվա նման չի։ Պատճառը հենց այդ էր։ Որտեղ ֆուտբոլը այն ժամանակ շատ ժողովուրդ ուներ, ժողովուրդ սիրում էին, երթում էին, բայց առաջի տեղը իմ կարծիքով այն մեր ժամանակ, որ ձեր այդ ժամանակվա եմ էլ ձեր բան։ Այո։ Ֆուտբոլը ժողովուրդ շատ ուներ, այդ էր որ քաշվեր էին, բայց ամենալավ բան, որ ճանաչված բանն էր, Մշամարտն էր, որ երկրագունդը ամենը ճանաչում են իրանց։ Չէ, որտեղ Ռուսաստանը Դեպ պատահավեջալա, Ռուսաստանը շատ լավ էր։ Էլ մատ թիմ չի, առաջ Սովետ Յունիոնը, մատ թիմ էր տալի Հայաստան, Ադրբեջան, Կիև, ամեն տրանք մեջն են, Ռուսաստանը, բայց հիմա էլ 16 թիմը տրանք։ Շատ է թուլացի այդ կողից։ Ռուսաստանը երկրորդ խումբն էր բերել։ Բայց մեր հարցերը ասեմ, Ամերիկան էլ հիմա խաղերի համար չեմ ասում, ընդհանուր ես հիշում եմ, որ Ամերիկան էս իր ամերիկյան ֆուտբոլը եւ բեյսբոլը եւ բասկետբոլը, բայց Պուշտինը լավ։ Շատ շատ լավ է, որտեղ մասնակցում են անպայման մեդալիոն բան ունեն։ Ընդրանց էլ շատ բան են անում ամերիկացի բան մասից դուք ինչ դուք երկուսը ինչ հայ նորից ունեցել ենք մեր մեջտամարտի մեջ ուրիշ հայեր ովքեր են Հայեր ունեցել ենք ինձանից առաջ Բագրատ Իսայանն այլ Վահան Իսայան ու Ղազար Գրիգորյանն էլ Ես էլ ուզում եմ քիչ իմ շուրջից միություն չկա ստի որ իմ շամար պարապեն իմ քազաններից կամ իմ տղիս այդտենց ուզում եմ սովորացնել բայց այդ միջոցը չկա որոշամ ասամ ես ով եկավ աղջկաս ասավ արնեք ասեմ պիտի իմ հետ մրցես եթե խփեցիր կտամ ասամ աղջկիս տունը կմնա տենցով դա չարա Հետո ինչպես որ իմանում եք ինչպես բրուսկա մարտի նման մշամարտն էլ շատ դժվար մարզանք է Ես իմ կարծիքով ամեն մարզանքը դժվար է, տարբերություն չունի, թենիսը, ֆուտբոլն էլ մեկ ժամ ու կես, թենիսն էլ խաղում են, ամենը։ Մեր սիրելի դիտողներ, նկարներ ունենք շատ սիրուն մեր սիրելի Մասիս Ավանեսյանից, եթե պատրաստ է, ցույց տանք։ Այո։ Ես եմ։ Alright։ Մյուսը, այո։ 15 տարեկան, 16 տարեկան, Պարսկաստանի ամենից լավ Անուններն էլ եթե հիշում եք, ասեք։ Անունները Ծախից աջ, Փազրայինը, Ալիաբադինը, այն մեկը հերո կանելը չեմ մանում, այն Քարիմի, Յադալայինը, որ մահացավ կրակ բռնավ, այդ մատ իմ տրանցով ես իր հետ մրցել եմ, Ալիզադեն այս կողը չամպիոն of the world իշխանի։ Իմ հետ ազգավ։ Հետո Վահանն Ալիզադեի հետևը Վահան Իսայանն, Հետո Մամադ այս Թերանի թիմն է, Մամադ Արաբն ցածի նստածները Հուրիանը, ես եմ այդ նստած եմ, Սեյֆուլայինը այն մեկն էլ չեմ անում։ Այո, հայտնի այն ժամանակ ձեր երիտասարդն էլ է, բայց տես որ ամենը կային Սեյֆուլայի ու բանը Արաբ, ամենը մեծ հայտնի խաղացող։ Ես այդտեղ 57 կիլո եմ, բայց դրա 62 կիլոյի չամպիոնին, 68-ն, 74-ին, 3-ին էլ ես փին եմ արի, տարբեր խաղերի մեջ։ Ես եմ կարծես ես Պարսկաստանի ստեյտներից շատ ու ցա չեմ անում։ Այդ էլ նորեն ես եմ կարծես համայնքական խաղերը գուցել են։ Ես Պարսկական չամպիոնշիփն է, որ երկրորդը մելի 57 քաշի մեջ։ Ընդհանուր Պարսկաստանի Ընդհանուր Պարսկաստան չէ Թեհրան։ Այո, երկրորդ տեղն է, այո։ Ես էլ կարծես Արադ խաղն է, Արադ միությունը։ Համայնքականն է։ Թիմը Թաջն է, որ Խոշուին է, Պարսկաստանի չամպիոնն է, Ղելիշխանի է, այս աճի ծախ, չորրորդ ես եմ Բանի Բաշար ու
Այդ Ղելիշխանին է լավ Ինչ Ղելիշխանին չի, էս օտար օտար էր, օտար Ղելիշխանիա։ Yeah։ Այո։ Էսել կարծես Ֆիրուզաբադը, Շիրազը, մատ Ֆարսի State-ի Championship-ի համարը։ Մեր թիմն էր գնաց ֆուտբալ սակայն ֆուտբալ խաղացող են։ Ստե հայտնի այդ կա Արշավիր Մալեքին, այո, Արշավիրը ստե որտեղ Մալեքին, այո։ նայում եմ, տեսնում եմ, Yeah։ այո, Իրախերն է։ այո, Վահան Իսայանն, այո, բանը, Երվանդը, հա։ Հետո Ռուբիկն էլ է, վերջինն էլ որ կայնած է ֆուտբոլի շորով իշխանն է։ Իշխան։ Yeah։ Yeah, ստելը կարծես այդ դիմացինի հարցը վերջ է։ Բարկասեր է։ Այո։ Ես էլ Մազանդարանի հետ եմ բանի championship-ի համար էր որ տարել եմ իրան։ Տանուր Պարսկաստանի։ Ընդհանուր Պարսկաստանին այո։ Ձեր Ալիաբադի հետ երկրորդ օլիմպիքի մեջ է։ Հայտնի Բշամարտիկ էր այո։ Երկրորդ տեղ գրավեց աշխարհում։ Էն ես եմ ես մեկը։ Ես էլ երիտասարդների ընդհանուր Պարսկաստանի մեջ է Թերան առաջինն էլ Պարսկաստան երկրորդ էլ է։ Ես իմ առաջի քոչիներից է ռեսլինգներից է որ 16 տարեկան եմ ելի։ Ես էլ թերթիա ուզում եք թորես կա։ Եկ ջավանը Արմանի ես պարսկերեն կարդում եմ ուզվետ է թիմը կոշտի է Իրան դարում է։ Ասմա որ մատ հայ առաջի անգամը որ հավաքականի մեջ եկավ հավաքականի Պարսկաստանի հավաքականի մեջ։ Ասմա ես առաջի անգամն ակ որ մատ հայ կարողացերա իհարկե ես քանի տարի առաջ էր։ Ես 37 տարի առաջ ես չի ցույց տալի տան գործը կարծես կեսը մնացել է ինքո։ Այո այո։ Ես խաղն ա որ Յադոլայինա։ Թերթին ա որ թերթին նկարեր որ քաշերին։ Այո սիրելի դոնեմա դաթար կվերցնենք որ կվերադառնա։ Սիրելի դիտողներ վերադարձանք մեր հուժերներ Մուսելի Իշխան Արաքելյան եւ Մասի Սավանեսյանը։ Մենք 10 րոպե ժամանակ ունենք, եթե կարող են հեռախոսեն 81866292222 հեռախոսի համարով, եթե հարց ունեն մեր սիրելի հյուրերից եւ կարող են հեռախոսեն։ Ես 25 տարի աստի եմ փոքրուց ինձ ասել են քարի հետ չեն խաղ, այսօր ես քարի մեջ չեմ գնացել։ Ես օթանավի զուդում եմ սվարկա կամ welder եմ։ Օթանավի փայփի certified welder եմ aerospace-ի։ Այդ իմ գործը էլ առաջից միջև որ հիմա էլ եմ անում։ Լավ է, գոհ եմ դրանից։ Քանի հատ երեխա քանի երեխա մատ ունեմ իմ բեստս Մելինա որ փսակվել է իմ ասում only son-ս որ միայն տղես է Մայքել նշանված է իմ ֆավորեցն էլ Մելիսան որ տունն է փոքր է բայց մեր ամենի մեծն է լավ են երկու հատ էլ թոր ունեմ Լեոնարդո, որ Լիեն գասում իրան ու Քրիստոֆեր։ Այդանցավ զբաղվում ենք։ Առաջ, որ դղիս հետ մրցում եմ, ես կամանց մրցում եմ, որ ինքը ինձ խփեր։ Հիմա, որ մրցում ենք ինքնակամանց եմ, ես իրան խփեմ։ Բայց լավ է Էլտոնը սովորում են, ասում են, որ մարզիկա պետք է իր երեխեքն էլ Իրան նման մարզիկ ունեցել ենք շատ մեկեր։ Ախը քաշմեն քերուն։ Որ ելեր են շատ հիմա չեմ անում։ Քաշմեն քերուն։ Իմ տղան չելավ, իմ տղան շատ երթում էր ամերիկյան ֆուտբոլը այդ բաներն էր սիրում, որտեղ դպրոց որ երթում են, քաշում են իրան։ Բայց սիրելի Անդրանիկ Էսկանդարյանի տղեն, որ հիմա լավ ֆուտբոլիստ է, ստե լավ ֆուտբոլիստ է, որ հիմա Chivas USA-ում է խաղում։ Ստե Լոս Անջելեսի Chivas USA-ն եւ այն Իրան նման, պապի նման լավ խաղացող շատերը կան, ելեր են հայ Ինչպես միասին թաջում եք խաղում եք դուք։ Թաջում եք երկուսան ձել է հայ եւ որդի իրար հետ
իրար հետ են խաղացել։ Կուստեստունին էլ խաղում էր Ով։ Անդրանիկը։ Ահա։ Ես դե Ոստեստուն Իրանում խաղ դրեցին Արարատ ու Թաջը։ Այո, այդ իմը վերջի խաղն էր, հա, որտեվ ամենին հավաքեր ենք, որտեվ շատ ֆուտբոլ հայ Արարատ չին, դուրսին, Yeah. փասում կային Բանդարփալևի, Միշաննդեր, Վրեժ Նավասարդյանը, Էսֆահանը, Yeah. ամենին կանչանք, մեր հայերի Պարսկաստանի հավաքականն է լավ Թաջի հետ, որ շատ լավ էր խաղացինք եւ մեկով ոչ էլ հայեր ես մեկ half-time Թաջում խաղացինք, մեկ half-time էլ մեր հայկական թիմի մեջ շատ լավ էր։ Մատ կպատասխանենք, այո, համեցեք, լսում ենք ձեզ։ Hello? Այո, համեցեք։ Yeah, I'd like to talk to Marcy Savanesian. Okay. Hello. Yeah. Hey. Go ahead. I was wondering why he chose wrestling. Because this was the cheapest sport back then. I just explained in Armenian. She's my son's girlfriend. Son girlfriend. Yeah. All right, thank you. Yeah, thank you, Bridget. Thank you for calling. Thanks. Այո, հիմա մեր երիտասարդների համար կարծես էլ ժամանակները շատ քիչ է, վերջանալու վրա է, 2-3 րոպե ավել ժամանակ չունենք, վերջի խոսքը ինչպես ինչ է մեր երիտասարդների համար ասմունք ունեք, ուզում դու Լավ է, եթե տեղ ունենան երիտասարդներն էլ կարող են, եթե տեղ չլենա, ինչ պիտի անեն։ Շատ ասում են իմ գույրիկի տղերքը շատ են ինձ ասում են բան արա, չէ, կամ իմ տղես այն օրով, կամ իրանց ընկերները, բայց միշտ ասում ենք օքեյ, տեսնենք ինչ կլինի, ոչը չի լինում, ոչը չկա, ինչ պիտի անես։ Մետեղ հերոտեղ վարձել են պարսիկները, այն լավերը, լավ champion of the world մարդիկ, վարձել են 4 շաբթի օրը 11-ին գիշերվան էդմին practice, տենցով բան չեր լենա, կարծես էդ էլ հավական, տեղը լենա, մեզ կան տեղը լենա, կարող ես հավաքել շուրջ։ Մարզանքը պետք է երթան մարզանքի քաշվեն դրագից, քաշվեն այդ ուրիշ գործերից, մարզանքը շատ լավ է երիտասարդների համար, Ամերիկայի մեջ իմանում եք, որ պրոֆեսիոնալ է, եթե մեկը կարողանա լավ ելնի, երթա, լավ կարող է հանի, հետո վերջացնենք, համեցեք լսում ենք ձեզ։ Բարև, լավ եք եսել։ Լավ, շատ լավ, համեցեք։ Կեմանամ իշխան երկու մասետ խոսամ։ Այո, համեցեք։ Արա։ Բարույս եմ եսիք։ Վարուժ ջան, համեցեք։ Իշխան ջան։ Այո, խոսացեք, լսում ենք։ Մասետ իշխան տավեցու երկուս եմ։ Այո, Վարուժնա, վարուժ Բարույս եմ եսի, իշխան ջան, լավ ես իշխան։ Մերսի շնորհակալ եմ։ Վարույս կոշիկել է գոլամ։ Մաշկոլ, ոնց է գոլամ։ Վարուժ Պատայան։ Yeah, հիշեցինք։ Ոնց է։ Լսել եմ եկել ես Ամերիկա, վարուժ ջան։ Չէ, թե Թեհրանից ես անգամ։ Չէ, եկել է։ Ես իշխան ջան, լավ ես։ Հա, անպայման Այո։ իրար տեսնենք։ Այո, Ամերիկան եք է։ Այ, լսել եմ։ Բարույս մազիշան։ Սաղ ես, մերսի, որբան։ Շատ ուրախացամ ձայնը տեսա։ Իմանա տեսեմ եզի։ Ինչ է լավ։ Ջան, ինչ Բարույս ջան։ Կարող է ասում տեսնենք Ես մատչեմ Իսևի տելեֆոն տնենք, որ Իրան հասնարն է։ Ուզում եք բանից հետո մատ հեռախոսեք նորից այս համարը ծրագիրը մա վերջանի մա հետո հեռախոսեք ես կտամ կտամ իմ իրան, մերսի։ անպայման կուզենք։ Շատ շնորհակալություն, էլ ժամ չունենք կարծես։ Պայման։ Խնդրեմ, մերսի հեռախոսի։ Մեր ախվերներից մեկն է Վարուժ Պատայանը։ Համեցեք լսում ենք։ Այո։